Դրոշների հերթականությունը, կարմիր գորգը, դիմավորողներն ու տարբեր ակցիաները չեն վրիպել միջազգային լրատվամիջոցների աչքից։ Ամենաուշադիրներից էր Associated Press-ը։ Գործակալությունը գրում է. Թրամփի վարչակազմը տնտեսական հնարավորություններ է առաջարկում միաժամանակ աշխատելով առաջ մղել Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված համաձայնագիրը, որը նպատակ ունի վերջ դնել Ադրբեջանի հետ տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։ Գործակալությունը հիշեցրել է, որ 2023 թվականին Ադրբեջանն Արցախի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատեց, իսկ 120,000 հայ բնակիչներ տեղահանվեցին Հայաստան։ Վենսը նաև նշել է, որ Հայաստանի վարչապետը ստացել է իր աջակցությունը առաջիկա ընտրությունում։ Դոչե Վելեն գրել է, որ այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նախկին խորհրդային պետություններն, ինչպիսիք են Հայաստանն ու Ադրբեջանը, հեռանում են Ռուսաստանի ազդեցության ոլորտից Մոսկվայի կողմից հարևան Ուկրաինա ներխուժումից հետո։ Սա Միացյալ Նահանգների համար բաց է թողել դուռն ընդլայնելու իր դիվանագիտական եւ տնտեսական ներկայությունը Հարավային Կովկասում։ Washington Times-ը գրել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի մի մասով կստեղծվի խոշոր տարանցիկ երթուղի։ Թրամփի երթուղին տարածաշրջանում առևտրային երթուղի կառաջարկի, որը շրջանցում է Ռուսաստանն ու Իրանը։ Միջազգային լրատվամիջոցն ընդգծել է, որ որոշ հայեր վախենում են Միացյալ Նահանգների ներգրավվածությունը տարանցիկ նախագծում կազդի Հայաստանի ինքնավարության վրա։ Ցուցարարները հավաքվել էին Վենսի Ավտոշարասյան երթուղու երկայնքով, Սյունիքի մարզը չի վաճառվում ծուղակ թեթրիփ գրություններով։ Ի տարբերություն մյուս լրատվականների, Bloomberg-ն ուշադրություն է հրավիրել էներգետիկ անվտանգությանը վերաբերող հատվածին։ Գրել են. անկախությունից ի վեր Հայաստանը հույսը դրել է Մոսկվայի վրա թե էներգետիկ, թե անվտանգային հարցերում։ Մեծամորը շահագործում է Ռուսաստանի պետական Ռոսատոմ ընկերությունը, իսկ ատոմակայանի համար միջուկային վառելիքը ներմուծվում է Ռուսաստանից։ Վենսի այցից առաջ Ռոսատոմի պաշտոնյաները Մոսկվայում հանդիպել են հայ ղեկավարների հետ, առաջարկելով այն, ինչ նրանք անվանել են համապարփակ գործակցություն նոր միջուկային հզորությունների շուրջ։ Radio Free Europe Radio Liberty-ն գրել է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը ժամանել է Հայաստան, մեկնարկելով քառօրյա այցը Կովկաս, Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրին աջակցելու եւ ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծմանը նպաստելու համար։ Համաձայնագիրը Միացյալ Նահանգներին վարձակալության իրավունք է տալիս զարգացնել տարանցիկ միջանցքը, որը կանցնի Հայաստանի հարավային տարածքով Իրանի հետ սահմանի երկայնքով։ Զանգվածային լրատվամիջոցը հոդվածում պատմել է նաեւ Արցախից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիների ակցիայի մասին։ Նրանք հավաքվել էին Փաշինյանի պաշտոնական նստավայրի դիմաց, կոչ անելով Վենսին ճնշում գործադրել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման համար։ Անիա Բաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։